ու ինչ է լինում, մի այսպիսի բան կա, կան շատ հարցեր, ու այդ հարցերը պետքա ամեն մեկը իր ներսում նայի, ու այդ ներս նայելով սկսելու եք հիշել, վերհիշել, հիշեք այն անհատին թողել եք մի ժամանակին, թողել եք գիտեք, որտեղ թողում ենք մեր երիտասարդության, մանկության, այդ անցումային տարիքների ինչ որ հատվածներում մենք թողում ենք մեր հոգու մասնիկներ, այդպես կարելի ասել, ու տեղ է լինում, որ սկսում է դառնալ, որ կան շատ պատասխաններ, բայց չկան հարցեր, այդ բանաձևը հետո ամեն մեկը կհասկանաք, որ ամեն հարցը ձեզ ուղեցույց է լինելու դեպի ձեր ներս, ձեր կենտրոն, ովքեր որ նոր են միանում, մենք ուղղակի դեռ զրուցում ենք։ Հիմա մի քանի բան եկեք զրուցենք ընթացիկ, ինչա տեղի ունենում հիմա։ Տեղի ունենում են, որ ովքեր որ աշխատանք են կատարել, աշխատանք կատարել ես ինչ նկատի ունեմ, ովքեր որ անցել են պրակտիկաներ, ինքնաճանաչման ուղի, ովքեր որ գիտեն դրա մասին, որ իրանք դա չեն անցնել այս վերջի մի քանի ամիսները, իրանք եկել են իրանք ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ամբողջ կյանքի ընթացքում գալը դա նշանակում է, որ դուք հզոր հոգի եք, այն հոգին, ով եկել է, որ շատ ժամանակ գալիս են, այսպես ասեմ, ցեղային, տոհմական հոգիներ են գալիս, նոր ծնունդ ունեցող, կան ինձիկո հոգիներ, տարբեր հոգիներ, բայց մի այդ անունների վրա չեմ ուզում ցենք կենտրոնանալ, ուղղակի ուզում եմ որ հասկանաք, կան այնպիսի հոգիներ, ովքեր որ գալիս են ստեղ, ծնվում են ու իրանց այդ ցեղը, իրանց ամբողջ ազգուտակին ոնց որ օգնում են գնան հաջորդ զարգացման։ Ինչա տեղի ունենում շատ մարդկության մեջ եկեք շատ բառով ասենք, շատ ցեղեր, հենց ցեղային, որտեղ մենք հայ ենք ու բոլորս էլ գիտենք, թե ինչքան ենք մենք կարևորել այդ հարազատական շփումը երեխա ժամանակվեց, ճիշտ է, հիմա այդ ամենը փոխվում է, վերադասավորվում է, նոր շունչ է ձեռք բերում այդ ամեն ինչը։ Ու այդ ինչի համար է սկսել, գիտեք ոնց, ցեղը առատությունից սկսել է գնալ նվազման, ինչ գիտեք ոնց գնացել է արդեն կործանում կարելի է կոչել, գիտեք ինչ, որտեղ զարգացումը դադարեցրել են, զարգացումը դադարեցրել են ոչ թե մատերիալ, ինչ որ աշխարհում ստեղծել, հողատարածքներ կամ եւ այլ բիզնես, դա չէ, այլ զարգացումը դադարեցրել են իրենց կապը, նախ առաջինը իրենց նախահայրերի հետ, նախահայրերը այն մարդիկ, ովքեր որ պահել են այս դաշտը, որ դուք ծնվեք, պահել են այդ իրականությունը, պահել են ամեն կերպ, ոնց որ կարեցել են առանց գնահատական տալու, որ անհատը գա ծնվի, որ ինքը ոնց ասեմ, հնարավորություն ստանա ստեղ սկզբում քայլեր կատարելու, ուսումնասիրելու, ճանաչելու, վերհիշելու, ինքը դառնում է այդ տեղը, ու ինչ անում, ցեղը, որ դադարում է զարգացումը, այդ տեսակ ներսի, այսինքն իրանց որակական աստիճանները, եթե չեն աշխատում, ցեղի մակարդակով, սկսում է գնում է արդեն անկում, խորքային անկում։ Ինչա տեղի ունենում։ Շատ ես անհատական, այսօր զրուցել ենք նաև անհատական պրակտիկաների մասին, դե շերտ գնալ ենք։ Ու ինչա տեղի ունենում, նայեք, երբ որ դադարում է զարգացումը, ինչ են ասում մարդիկ, ողջույն կարոտած, այո, ողջույն, ինչա տեղի ունենում, ցեղային մակարդակով սկսում են անկումները, որ տեսակ, ֆինանսական, ընտանեկան, հարաբերությունների փլուզում է սկսում գնալ, ինչի, դա ազդանշան է, որ շեղվել է, իր վեկտորից այդ ամբողջ ցեղը, ամբողջ ազգուտակով զարգացումը դադարեցրել են, որ զարգացումը, այն մաքրամաքուր, այն արարչական, այն արարչածին, սենց բառերով ասեմ, որ հասկանաք, այն լավագույնը կերտելու ու տալու, փորձերից իրանց ելնելով, փոխանցելով հաջորդ ծերուններին։ Դրա համար դադարում է, դրա համար փակում են, որ մի հատ ցեղի մեջ, ոնց ասեմ, դրա համար ծնվում են այդ հոգիները։ Ծնվում են այն հոգիները, ովքեր հասկանում են, որ պետքա գործ արվի, որովհետև ցեղային մակարդակով հասկանում են, որ նախ կապ չկա հարաբերությունների, ու դա շատ երեխա ժամանակից տեսանելի է լինում այդպիսի հոգիների համար, որ հասկանում են ցեղային մակարդակով կապ չկա, այսինքն կա խոսք, կա հավաքույթ, կա խնջույք, կա այս, կա այն, բայց մաքուր սրտի հարաբերություն չկա։ Դա ովքեր որ պատրաստ են, գիտեն ինչ իմաստ եմ ասում, ովքեր դեռ չեք մերժենք, ասեմ
դե բա չկա տեն բան, ամեն ինչ լավ է։ Իհարկե, այն մարդիկ կհանդիպեք, այսպիսի ճանապարհին ասեմ, այն տեսակ հոգիներ, որ գիտեն ու որոշում են կայացրել, որ գիտեք ինչ կա, ասենք խիչ ապրում իմ լավագույն կյանքը, խիչ ապրում իմ ամենայն հավատով լցված կյանքը, խիչ ապրում իմ ամենաառողջ կյանքը, ամենաերջանիկ կյանքը։ Ինչի, որովհետև մենք այտենց սնունդ չենք ստանում մանկուց։ Այդպիսի սնունդ մեզ չեն տալիս։ Այդպիսի սնունդ տալիս են, գիտեք, ոնց հերակա, ինչ որտեղ որ դա կա, որ դեռ պետքա դա գտնես, պետքա արժանանաս, պետքա եւ այլ։ Բայց իրականությունը որն է, որ մեր գիտակցական ու անգիտակցական մեր համակարգը ու զգացողական դաշտը մարմինը զգալը բերում է նրան, որ դուք կարողանում եք ծրագրավորեք, ոնց ասեմ, հետ ծրագրավորեք այն ամեն ինչը, որը որ լցվել է վախի, տագնապի, մահվան, պակասի, անվերջանալի հասկանում եք, համակարգ ասածը ինքը նայեք ինչ անում, մարդկանց գիտակցության մեջ դնում է այն համապատասխան ծրագրերը, ազդակներ, նայեք ինչ է տեղում, մարդը լցվեց ոգևորությամբ, գիտակցությամբ, ուզում է գնա ու լավագույն անի, ակտիվանում է ներսում, եթե չկա այդ մարմնավորված, այդ հայտնի ձեսի սիչաս, հենց հիմա այս պահին մարմնավորված վիճակը, ինչ է տեղում ունում, մարմնական խառնում է, ինչ որտեղ ծակում է, ձեր ուշադրությունը միանգամից շեղում է տեղ, նեղվածություն, փորի հատվածն, այսինքն չկան կյանքում չմարսած էմոցիաներ, կան, այսօր շատ կարևոր մի հատ թեմա եմ ասելու, ես ասում ձեզ, սա հարց պատասխան է, ովքեր չգիտեն, ես չաթը նայեք, բաց է, ես նայում եմ, չի անդրադվում, հիմա, նայեք ինչ արնում, փորի հատվածից, այսինքն չմարսած կամ ոտքի, ծնկի, կապ չունի որտեղից, ցավի տեսքով շեղում է ձեր կենտրոնացված վիճակը, նայեք, դուք ուզում եք լավագույնը անեք, չէ, բայց ներսում դեռ չմարսած, ազատած վիճակ չի, այսինքն դա ինչ նշանակում, հոսք չկա ձեր կենսական էներգիայի, ու որտեղ հոսք չկա, ու որտեղ չկա այդ տեսնելը ներսի, որ ոնց որ կորցրել եմ ես այդ հոսքը, ու դա պետքա գիտակցի մարդը պետքա գիտակցի, որ ողջույն, ինչ է տեղում, նայեք, մարդը, եթե չի գիտակցում այդ վիճակի մասին, որ ինչ է տեղում, այսինքն ես կտրվել եմ ինձանից, եթե չգիտակցեք, չհիշեք, չվերհիշեք այն ժամանակ ու հիմա ասեմ ձեզ գիտակցության ներս մի գնացեք անցյալ, սենց ասեմ, գնացեք ամենաձեր անցյալը, որ կետերում եք ձեզ հիշում, որտեղ է հիշում Ռաֆին իրան, որտեղ է հիշում անուններ չասեմ, բոլոր անունները հատ տալիս են։ Ինչ եք, որտեղ եք մնացել, որտեղ եք, ինչ որ նեղվածություն, ու այսօրվա մի այդ կարևոր որ ասացի մի պահ կա, խոսում ենք վիրավորված լինելու, նեղված, ինչ որ մեկից այդ ու այդ բեռը կրելու, տանելու, անընդհատ հետը տանում ես։ Այսօր ուզում եմ խոսեմ նախ ինչը նեղացված վիճակի մեջ չի մտնում, ներելու մեջ չի մտնում, հասկանում եք, ներելը այսօր ձեզ տալու եմ մի հատ հիանալի կոդ, հետո կանցնենք արդեն հարց պատասխան ու կտեսնենք ոնց ենք ընթանում։ Ես ասեմ ձեզ, ես միշտ գործում եմ ներկայից, այսինքն ես նախորոք չեմ պատրաստում ոչինչ։ Միանում ենք, հասկանում ենք այսօր էներգետիկ դաշտը ովքեր են միանում, ինչ ներսի զգացողական կա, ու ես հասկանում ներսից ինչ կարևոր, այսինքն կարևոր ուղղություն կա, որ կօգնի ու օգնել է ինձ, որովհետև ասեմ ձեզ, հիմա մինչև կանցնեմ այս ներելու պահին, մի քիչ իմ մասին խոսեմ, ես իդեալական չեմ, երբեք չեմ եղել, ասեմ ինչ հա, ու իմ մոտ հիմա դժվար է լինում այդ մարդկանց շնորհակալությունները, գոհունակությունները ընդունելը, վերցնելը, որովհետև այն մարդիկ, ովքեր անցնում են ֆասցիայի կուրսը, այն մարդիկ, ովքեր անցնում են անհատական պրակտիկաներ, իմ համար շատ դժվար է ընդունել այդ շնորհակալությունը, ընդունել այդ վիճակը, որովհետև ամբողջ կյանքում ես ասել եմ, չէ, կիսվել եմ ձեր հետ, ովքեր չգիտեն ասեմ, ես եղել եմ կռվարար, եղել եմ ագրեսիվ, եղել եմ ոչ թե ագրեսիվ անիմաստ, այլ ինձ ջղայնացրել է, թե մարդիկ ինչի ճշմարտությունից չեն խոսում։ Ու դրա համար իհարկե պատկերացրեք անվերջ տղա ու այսինքն տղա դրսում, ես դրսում եմ մեծացել անընդհատ, սիրել եմ ու անընդհատ այդտեղ դու էփվում ես այդ կյանքի հետ։ Այսինքն այստեղ որ ես ինչ խոսում եմ, գալիս է այն ամբողջ ինքս ինձ զգացած վիճակներից, որ ես հասկացել եմ, ես ինձ դուր չեմ գալիս։
Ես հասկացել եմ, որ ես կորցրել եմ իմ կապը իմ հետ, իմ սրտի հետ, հոգու հետ, ինչ ուզում եք ասեք, Աստծո հետ կապ չունի այդ ամեն բառերը, ոնց ասեմ, ձեզ ընդհանրապես ձեզ պետքա բերի ձեր ներս։ Որտեղ երբ որ սկսում ես հասկանալ, որ մի վարքյան ես ոնց եմ շեղվել, որտեղ մի մտածեք, քանի տարի անցել, քանի տարի կա անցել, մի թողեք ափսոսանքը գա, մի թողեք այդպիսի բաներ, որովհետև կգա, որ ես հիմա եմ դիտակցում, հիմա եմ տեսնում կյանքը ավելի շատ, որ հիմա ապրեմ եւ այլ, չէ, գիտակցեք, գնացեք ներս, այդտեղ տեսնեք ինչ ա ծնվել տարիների ընթացքում, ինչ փորձեր եք անցել, ու տեղից կհասկանաք, թե դուք ուր եք ու ինչ դարձաք։ Հիմա էլի հետ ին մասին։ Ու ես ինձ հնարավորություն ա տրվել ու ասեմ, ես ինչի եմ մեր YouTube-յան ալիքը նոյեմբեր ամսին եղավ 1 տարեկան, նույնը ոնց որ Telegram ալիքը օգոստոսին ենք բացել անցած տարի։ Ու դրանից առաջ մի քանի տարիներ առաջ ես ոնց ասեմ գիտեի, ստանում էի արդեն այն ուղղվածությունը, որ ես պետքա կիսվեմ իմ փորձով, պետքա տամ այն գիտելիքը, որ ես հավաքել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում եւ այլ, մարմնի հետ կապված, ֆասցիայի, վարժանքների, գիտակցության, մենթալ աշխարհի, մտքերի, բայց ես նայում էի ինձ ու հասկանում էի, որ ես ահավոր դեռ խայտարակ վիճակում եմ ինքս, խայտարակ վիճակում եմ ու որտեղ եմ հասկացել, երբ որ ապրում էի Ամերիկայում, այնտեղ մեծ կամպանիա կար, ամերիկյան, ֆինանսական, հենց դարձել էի ֆինանսիստ, այնտեղ հենց լիցենզավորված, ու հնարավորություններ էր լինում, որ ես հնարավորություն տրվեց, որ ես public խոսք ասեմ, էլի ոնց որ բեմից, կիսվեմ մարդկանց հետ, փորձեմ օգնեմ, ոգևորեմ եւ այլ։ Ու այդ անելու ընթացքում ես շնորհակալ եմ այդ բոլոր հնարավորությունները, որոնք որ տրվում են, բայց այդ ամբողջ ընթացքում հասկանում եմ, որ ես այն մարդը չեմ, որ ես տեղից ուզում եմ խոսամ մարդկանց հետ, որովհետև հասկանում եմ նստած են լիքը մարդիկ, երիտասարդ տարիքով կապ չունի, ամուսնացած, չամուսնացած, դրանք բացարձակ կապ չունեն, նստած են անհատներ, ու ես խոսում եմ մի տեղից, այսինքն բեմից, այդ պահին, տարիներ առաջ, գնացեք մի 7-8 տարի առաջ, խոսում եմ այդտեղից, ու ես ինքս ներսում դեռ հիվանդագին, ասենք վախերով, տագնապներով, ինքս ինձնից թաքնված այդ վիճակներով։ Ու ես այդ բանին հասկացա, որ դա դեռ շուտ է խոսել, դեռ շուտ է կիսվել այն ամեն ինչի մասին, որ ես հավաքել եմ, որ բացի հավաքելը փորձառություն եմ ձեռք բերել կյանքի տարբեր էտապներում։ Հիմա ինչ եղավ։ Հասկացա, որ ես նախ առաջինը ինքս ինձ պետքա առողջացնեմ։ Այն մարդը, ով չի առողջացրել ինքն իրան, ինքը իրավունք չունի խոսել դրա մասին։ Ինքը իրավունք չունի ասել, ով ձևը չգիտի այդ ամեն ինչի։ Ես հիմա բարձրաձայն ասում եմ, այո, իրավունք չունեն դրա մասին խոսելու, անելու։ Իսկ ովքեր անում են, իրանք շատ լավ գիտեն ինչ են քաշում։ Շատ լավ։ Ովքեր որ արագ խմբեր են բացում, ովքեր որ սկսում են YouTube-յան ալիքներ բացել ու խոսել, գիտեք ոնց, գիտակցությունից, հոգուց, սրտից եւ այլ, ու իրանք չեն անցել այդ ճանապարհը, շատ լավ է, կլինի ամեն ինչ, կտեսնեք, լինում է զարգացում իրանց մոտ, սենց բումինգ է լինում, էփում են, ու կտեսնեք լռություն միանգամից, որովհետեւ ինչ է տեղ ունենում, կտրում է իր ներսից մաքուր հոգին, հասկանում է, որ իր մարմինը պատրաստ չի եկել այդ գիտակցությանը։ Ես հիմա ուզում եմ, որ կապեք իմ պատմության հետ, հասկանում եք, իմ այս ասացի, ինչի, որովհետև տարիներ առաջ ես առել եմ, ես YouTube-ի համար, վիդեոյի համար, ամեն նկարել եւ այլ, բայց ներսի դեռ այդ կապը, որ սկզբում ասեցի, որ ինչ որտեղ թողում եք ձեզ, թողում եք որտեղ, հիմա ասեմ, նստած եք, դուք որոշել եք առողջանալ, որոշել եք լավ զգաք, մեկ էլ ինչ որ մի անհատ կտեսնեք, որ սկսում է ձեզ կասկածել, սկսում է դրա մասին վատ խոսել, սկսում է ասել, որ անհնար է, ձև չկա, որ ինչ որ մեկը լավանա այդ վիճակներից, ձև չկա, որ ինչ որ կախվածություն դուրս գա եւ այլ, պատասխանեք այդ մարդկանց, այո, ու սենց պտտացրեք, թող գնան այդ մարդիկ, առանց էգո, առանց ոչ մի բանի, ինչի, ինքը տեղ է ապրում, ինքը ձեզ չի սնուցելու, իրանց մոտ միշտ անպամած է, ոնց ասեմ, ասես արևը նայի, իրանք չեն տեսնում արևը, որովհետև իրանք գտնվում են ռեպտո համակարգերի տակ, իրանք ծրագրավոր, իրանք բոտ են, ոնց ասեմ, այդ բոտը մենք էլ ենք եղել, ոնց ասեմ, մի նեղացեք այդ բառերից, եթե դուք չեք սովորում ձեր հետ մաքուր խզրույց, մաքուր կապ, աշխատեք առաջին այդ կետի վրա, ինչ կլինի, եթե սկսեք մաքուր կապ ունենալը ձեր հետ,
կհասկանաք որտեղ է գնում ձեր հոսքը անիմաստ, կհասկանաք հիմա բերում ենք կպցնենք նեղված, վիրավորված ինչ-որ անհատներից կամ մարդկանցից, սա պատահական չէ, որ այս ցեղային թեմաներից խոսալով գալիս եմ հիմա հասնում այդ անհատական վիճակների։ Հիմա ինչ է լինում, երբ որ անհատը բացում է իր ներսում ազնվությունը, ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչքան տհաճ է դա ձեր համար, թե ինչքան զզվելի է, թե ինչքան փոքր եք դուք ձեզ տեսնում, դա կապ չունի։ Թույլ տվեք բարձրաձայնել դրա մասին։ Դուք ոչ անցեք պաշտպանությունից, անցեք հարձակումի, բայց դուրս չէ, մարդկանց մասին չէ սա, աշխարհի մասին չի։ Ձեր ներսում գտնվող, ասեմ ինչն է, այն արագ մտքերը, այն արագ իրանք գիտեք ինչ տեսակ մտքեր են, սենց փոքրիկ սերմ են դնում, փոքրիկ պարազիտ մտքեր են դնում, հասկանաք, պարազիտ ինչ ինքը ծիլ է, որ հեսա աճելի է, ձեր ամբողջ օրը հարամելի է, ձեր ամբողջ ամիսը, տարին ինքը վերցնում է, ձեր կենսական էներգիան ինքն է օգտագործել, ինչի, որովհետև դուք դեռ չեք տեսնում, ու դուք չեք բարձրաձայնում դա, չեք բարձրաձայնում, որ ասեք, վաու, այս ինչ, այս խի սենց ագահությամբ լցվեցի, խի եմ սենց ջղայնացել, խի եմ սենց ուզում վատը լինի, խեմ ուրախանում այդ մարդը, որ վատ իր կյանքում ինչ-որ բան անում։ Հիմա ստեղ բոլորը կասեն, որ ասենք չի եղել այս բաներ, չէ՞։ Այո, ուղեղի համար չի եղել, բայց եթե գնաք ձեր ներսի մաքրամաքուր ամբողջական դաշտ, նստեք լռության մեջ, բացեք, թույլ տաք բացվի ձեր գիտակցության շերտերը ու հիշեք, թե դուք ինչքան մարդ եք վիրավորել, հիմա նայեք, ստեղ կարևոր բան կա, գիտակցված թե անգիտակից։ Մենք շատ ժամանակ, հիմա գալիս ենք այդ վիրավորմանքի թեմային, մենք վիրավորում ենք կամ վիրավորում ենք անգիտակցաբար, ու այդ չգիտենք այդ մարդը մեզնից ինչ է նեղացել, ու այդ նույն տարբերակով մենք ենք նեղանում, որովհետև չկա խոսք, չկա բարձրաձայնում։ Հիմա մաքուր, որ դուք սեր եք, չէ, փնտրում ես կյանքում, սերն էլ մի մտածեք, սերը մի մտածեք, գիտեք, հարաբերությունների սեր չէ, մաքրամաքուր սեր, ընդունման, տեսանելի լինելու։ Հիմա նայեք, ինչ է տեղ ունենում, երբ որ փակածա ձեր կոկորդը, փակածա ձեր արտահայտման ձայնը, փակածա ձեր հետ ձեր ճշմարտության ձայնը, աշխարհը, արտաքին աշխարհը, ձեր հարազատները, բալիկներ, քույր, եղբայր, տատիկ, ով ուզում է լինի, իրանք ձեզ չեն կարող սիրեն։ Հիմա ասեմ ինչի, որովհետև դուք թողում եք, որ սերը լինի ինչ-որ sense օդից ինչ-որ բան։ Դուք չեք ասում, գիտեք ինչ կա, ես չեմ սիրում այս տեսակ բաներ։ Ես ջղայնանում այս տեսակ բաներից։ Ինձ դուր չի գալիս սա։ Ես չեմ ասում, որ դուք ուղղակի ասեք, չէ, այդտեղ գալիս է արդեն գիտակցվածությունը։ Այնտեղ էլ իրանք ասում են, գիտես ինչ կա։ Ինձ էլ դա դուր չի գալիս, որ դուք sense ես նստում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ու ինչ է տեղում այնտեղ։ Բացվում է մի հատ նոր գիտակցական դաշտ։ Բացվում է այդ բոլոր ծրագրերից խեղտած մատրիցա, ռիպտո, համակարգ, չգիտեմ, ինչ համակարգեր կան, բոլոր ինչ է տեղում ունենում։ Այդտեղից դուք դուրս եք գալիս եք մի հատ մաքուր դաշտ, որ հասկանում եք, որ այս մարդը դուք ձեր սեփականությունը չի նախ դուրս եք գալիս այդ կոնտրոլի բանից, շատ ասեմ ձեզ կանանց մոտ կա շատ խորքային կոնտրոլ, անընդհատ կոնտրոլ, անվերջանալի կոնտրոլ, անընդհատ այդ մամայական ծրագրեր կա, հասկանում եք, անընդհատ ուզում եք տեղյակ լինեք, ոնց շնչեց, ոնց արեց, ոնց կերավ, ոնց չկերավ, եւ այլ։ Դուրս եկեք այդ տեսակ խաղերից։ Ոնց եք դուրս գալու։ Փոքրիկ քայլերով։ Իսկ այսօրվա քայլերից մեկը ներելն է։ Հիմա ներել կան մարդ, հիմա ում հավաքեք, sense շնչենք միասին, շնչեք ձեր հիշողությունը, ձեր ամբողջականությունը հիմա մարմնավորեք, եկեք ոտքի տակով զգացեք, ամբողջ sense եկեք մարմին։ Ու հիմա բացեք ձեր հիշողության ամբողջ կետերը։ Շերտերով բացեք, հիշեք, ձեր պատկերային, սենց թողեք տուն նկարներով գա, ոնց տեսնում եք, հիշում եք դեպքերով, ոնց հիշում եք, մարմնական զգացողություններով, հիշեք բոլոր ձեր վիրավորված կյանքի բոլոր դրվագները, հիշեք ձեր նեղացված, երբ են ձեզից կծեն, վիրավորեն, խոսք ասեն, են դաժե խոսք չէ, նույնիսկ, մի հատ բան կա, որ շատ լավ խոսում ես բան եւ այլ, բայց սենց ինքը ամբողջ մի պատմություն հասկանում եք, մի ամբողջ սիրտ են կոտրում այդպես արտահայտությամբ։ Ու իրանք սիրով են դա անում, որովհետև այստեղ կարևոր կետ կա, հիշեք, էներգիա վերցնողները իրանք սահման չունեն վերցնելու։ Իրանք անընդհատ ձեզանից վերցնելու են։ Այնքան ժամանակ, մինչև դուք մի օր ստոպ կտաք, վզից կբռնեք այդ
ձեր հոսքի, կասեք մի վայրկյան, ես ինչի համար եմ սա անում։ Միան սկսեք ձեզ հարցեր տալ ու պատասխան մի փնտրեք միանգամից։ Թույլ տվեք, թող նեղվի ձեր ուղեղը։ Թույլ տվեք, թող ինքը նստի տհաճը, որ չգտնի ուղղություններ, հասկանում եք, ինչ կլինի այդ ժամանակ։ Դուք հայտարարում եք, որ ես եկել եմ, ես ամբողջ համակարգի կապիտանն եմ դառնում, կոմանդիրն եմ դառնում այս համակարգի։ Առանց իմ որոշման սրտի կապի ոչ մի ուղղություն չկա։ Դա իմ որոշումից է գալիս։ Ես անցած մեր հանդիպման ժամանակ, հենց այստեղ հարց պատասխանի ժամանակ, ես ձեզ տվել եմ վերջում առաջադրանք, ու ես առաջադրանքները միշտ տալիս եմ այնց, որ այն մարդիկ, որ պատրաստ են, չլսեն ու չանեն։ Ինչի համար։ Ասենց դաշտ է այստեղ։ Այստեղ խաղ անելու դաշտ չի, այստեղ բլոկ չի, որ դուք գաք իմ կյանքի մասին լսեք եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այտենց տեղ չի, այստեղ ես կիսվում եմ ու ես ուզում եմ այն հոգիներին ու արդեն հանդիպում ենք, հասկանում եք, կենթանի աշխարհում տեսնում ենք այդպիսի մարդկանց։ Այն մարդիկ, ում հետ գիտակցական, զգացողական թեմաներ կա, որ կարաս զրուցես, կարաս լռես, կարաս նստես իր լինելիության մեջ ուղղակի ու այդքանը բավարար լինի։ Բայց կան հանդիպեն մարդիկ, ասում են, ձեր ճանապարհին, նամանավանդ ովքեր նոր են սկսում այս ճանապարհը, հարազատներ, ձեզ ծանոթ մարդիկ, ընկերներ ու տենց, ինչքան մոտիկ, այդքան անհավատ սկզբում, ինչի։ Հիմա նայեք, կապում ենք այսօրվա իմ ասացին, իմ մասին, որ ինձ դուր չեմ եկել, որ ես փոխվել եմ։ Մենք փոխվում ենք ցավից։ Ցավը դա նշան է, որ մարմնավորվեք, գաք ներկա։ Եթե մարմինը ձեր ինչ-որ տեղ ցավ կա, ինչ-որ տեղ ցավ կա հստակ, ուրեմն տեղ այդ էներգիա չկա, ուրեմն տեղ ձեզ ահազանգ է գալիս, կալակոլչիկով ասում է, ընկեր, ստեղ ինչ-որ բան է կատարվում, եղբայր, ծունգդ չի աշխատում էլ, ասեք, ինչքան ես պատրաստվում նստես լսես ինչ-որ բաներ, իսկ միգուցե սկսեք անել,